Իրանական ինքնաթիռը իրանցի պաշտոնյաներին Իսլամաբադ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների է տարել պատերազմի առաջին օրը Մինաբի դպրոցում զոհված երեխաների դեմքերով։ Այս թռիչքի իմ ուղեկիցներն են, սոցիալական ցանցերի իր էջում գրել է 86 հոգանոց պատվիրակությունը գլխավորող Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆը։ Հիմնական բանակցողներից է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իսլամաբադի կիսադատարկ փողոցներով իրանցիները Վաշինգտոնից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման վայր են գնացել։ Բանակցությունները սկսելու նրանց երկու նախապայմաններից մեկը ըստ Reuters-ի կատարել է նահանգները։ Հղում անելով բարձրաստիճան իրանական աղբյուրին, գործակալությունը գրում է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է ազատել սառեցված իրանական ակտիվները։ Ազատ արձակվող միջոցների չափը չի նշվել։ Իրանի երկրորդ պահանջն է, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանում, ու որ Միացյալ Նահանգները փոխհատուցի պատերազմի հասցրած վնասները։ Սակայն Միացյալ Նահանգների պաշտոնյան CBS News-ին ասել է, որ այս կետերի վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, մինչդեռ Թեհրանը պնդել էր, որ միայն այդ պայմանները կատարելուց հետո կսկսի բանակցությունը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ J.D. Vance-ը, որն իր քաղաքական կարիերան կառուցել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ամերիկյան ռազմական արկածախնդրության դեմ կոշտ արտահայտվելով։ Թրամփը հաջողություն է մաղթել նրան։ Դե մաղթում եմ նրան հաջողություն, նա մեծ գործ ունի անել։ Վենսի ինքնաթիռը Վաշինգտոնից թռած երկրորդ օդանավն է, որը վայրեջք է կատարել Իսլամաբադում։ Նրանից առաջ Պակիստան են ժամանել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Փեսան Ջարեդ Քուշները։ 300-ի է հասնում ամերիկյան պատվիրակության կազմը։ Թրամփը վերահսկողություն է ուզում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Բանակցությունների հիմնական վիճելի կետերից է նաև Իրանի հարստացված ուրանի պաշարները։ Դա առաջնահերթություն է Վաշինգտոնի համար, ասել է Թրամփը։ Առաջին հերթին ոչ մի միջուկային զենք, դա 99%-ն է։ Նաև Հորմուզի նեղուցը։ Այո, բայց դա ավտոմատ կերպով կբացվի։ Առայժմ Հորմուզի նեղուցում նավերը հիմնականում անշարժ են։ Երկշաբաթյա հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր նեղուցից ընդհանուր առմամբ 15 նավ է դուրս եկել վճարի դիմաց։ Բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց Իրանը հակված է մեկ օրից ավելի չմնալ Իսլամաբադում։ Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղության հասնել, Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին, պնդելով, որ թիրախավորում է Հեզբոլահի ենթակառուցվածքները։ Նոր զոհերի ու վիրավորների մասին է հայտնում Լիբանանը։ Թերեզա Կադաևչյան, Հայլուշ։